Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի մայիս ամսվա տարրո կանխատեսումը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, ինչպես միշտ 5-ական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա իհարկե կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր բնագավառներում։ Եթե դուք ցանկանում եք իմանալ ձեր անհատական տարրո կանխատեսումը, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում իմ կոնսուլտացիան on-line է։ Այսպիսով, սիրելի ձկներ, ամիսը ձեզ համար կսկսվի առհասարակ ընդհանուր քարտերով այսպես նայելով, մի փոքր լարված գուցե լինի ամիսը ձեզ համար, տարբեր փոփոխություններով, ամիսը ձեզ համար սկսվելու է ինչ-որ հիասթափությամբ, գուցե ինչ-որ պլաններ ունեիք ամսվա հետ կապված, բայց ձեզ մոտ ինչ-ինչ պատճառներով չստացվի, բայց այն կարող է չստացվել, օրինակ ինչ-որ ձև էիք մտածում, այդ ձևը չստացվի, բայց դա չի նշանակում, որ դուք ձեր ուզածին չեք կարող գնալ։ Ուղղակի կարևոր է, որ միանգամից չտխրեք, չնեղվեք, եւ ուղղակի հայացքը շեղեք, փոխեք եւ հասկանաք, որ այլ տարբերակներ եւս կան, որպեսզի դուք ձեր ուզածին հասնեք։ Քանի որ եթե դուք կենտրոնանաք այդ չստացված տարբերակի վրա, ապա իզուր տխրելու եք, դեպրեսիայի մեջ գուցե ընկնեք։ Շատ կարևոր է, որ չկենտրոնանաք, որ այդ ձևով չստացվեց եւ արդեն փորձեք այլ ձևով, քանի որ այլ տարբերակներ եւս կլինեն։ Կամ գուցե ինչ-որ նորություն իմանաք, որը ձեզ միանգամից այսպես տխրեցնի, բայց պետք չի կենտրոնանալ այդպես միանգամից նեգատիվ, քանի որ այլ տարբերակներ եւս լինելու են։ Շատերը մի քանի օրով դադար կունենան, այն կարող է պայմանավորված լինել թե առողջական խնդիրներով, թե հանգստով։ Առհասարակ լավ է, որ ամսվա ընթացքում դուք հանգստանաք, հնարավոր է ընտրության առջև կանգնեք, որը պետք է այդպես ձեր ժամանակ, որ լավ մտածեք, այնուհետև որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք։ Այս ամսվա ընթացքում ինչ-որ բան ձեր կյանքում կավարտվի, կարծես որևէ էտապ ձեր կյանքում կավարտվի եւ կսկսվի արդեն նոր էտապ։ Այս քարտը կարող է խոսել, եթե պլաններում ունեք տրանսպորտային միջոց ձեռք բերելու դրա հետ կապված, կամ արտերկրի թեման արտարծվի, կամ արտերկրի կամ արտարժույթի թեման, գուցե օրինակ դոլար գնեք վաճառեք կամ այլ արտարժույթ եւ այլն։ Շատ ձկներ այս ամսվա ընթացքում իրենց առօրյան կփոխեն։ Բնականաբար այն ինչ-որ բան կթողնեք անցյալում, առաջ կգնաք, սա բոլորին է վերաբերում, բայց այս փոփոխությունը բնականաբար յուրաքանչյուր ձկների մոտ, ձկան մոտ մի ձևով կարտահայտվի։ Մեկը գուցե ուղղակի փոխի իր ապրելաոճը, սննդակարգը, մյուսը օրինակ ամուսնանա եւ գնա ուրիշ տեղ ապրելու, կամ ուղղակի տեղափոխվեք նոր բնակարան ապրելու, աշխատանքից դուրս գաք, բայց այստեղ այն չի, որ ձեզ օրինակ դուրս են հանելու աշխատանքից, ոչ, ուղղակի դուք այստեղ ինքնակամ կարծես թողնելու եք այն, ինչը ձեզ համար սովոր է եւ գնալու եք նոր ուղիով։ Իհարկե դրա հետ կապված վախեր կլինեն, կարծես կփորձեք ինչ-որ բան բալանսի մեջ պահպանել, դեռևս կարծես անորոշություն կլինի ձեզ համար այդ նոր ուղին, որով պետք է գնաք, վախեր կլինեն։ Այժմ անցնենք նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 12-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո, որը իր ազդեցությունն է ունենալու, այստեղ կարծես ինչ-որ բան կգա ձեր առջև, որի դեմ, գուցե որի հետ դուք պայքար մտնեք։ Գուցե այն պայմանավորված լինի առողջական խնդիրներով, կամ հատկապես վերոնշյալ քարտերն են մեզ ասում, կամ ուղղակի ինչ-որ բան ձեր կյանք գա, որի դեմ պետք է պայքարեք։ Գուցե օրինակ կոնկուրենցիա մեծ լինի, այդ իրենց դեմ պայքարեք, կամ այլ ինչ-որ հարցեր լինեն, որոնց դեմ պայքար լինի։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 27-ին, այն մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ ձեզ կգան նոր ֆինանսներ, եթե պլաններում ունեք, քանի որ նորալուսինը 4-րդ տանն է լինելու, հնարավոր է օրինակ նոր անշարժույթի գնում, ընտանիքի անդամներին գուցե գումարով օգնեք, կամ գուցե նրանք ձեզ գումարով օգնեն, կամ ուղղակի ձեր ֆինանսական դաշտում կայուն առաջընթաց ունենաք։ Այսքանը սիրելի ձկներ մայիս ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։